Անդիմություն է ներկայիս իշխանություններին, այլ սկսում է անդիմություն դառնալ Հայաստանի Հանրապետությանը, պետությանը որպես այդպեսին։ Հատում են այն կարմիր գիծը, որտեղ դու ոչ թե իշխանությանն ես ընդդիմադիր, այլ ընդդիմադիր ես Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի սուվերենությանը։ Նման հայտարարություններ անելով հարվածի տակ ես դնում պետականությունը։ Այո, եթե վաղը չէ մյուս օրը Աստված ոչ արած թե նրանք իշխանության կան, նրանք էլ հետևանքների հետ պիտի ի վերջո գործ ունենան այդ նույն հայտարարությունները, որոնք այսօր են անում Ադրբեջանին տալով բավականին լավ նյութ հետագայում այսպես ճոճելու մեր քթի տակ իբրև ապացույց, որ իրենք չեն ագրեսորը։ Եվ այդ արտաքին շահառում, որի մասին դուք նաև ձեր խոսքում մի քանի անգամ նշեցիք, որոնք են այդ արտաքին շահառումները, այդ ուժերը կամ երկրները, չգիտեմ, որոնց ուղղված էին նաև այդ մեսիջները, որովհետև հստակ մեսիջներ կային թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներում։ Իրենք էլ իրենց հարցազրույցներում կարծում եմ նշեցին, թե ում մասին է խոսքը եւ շարունակում են վերջին 5 տարիների ընթացքում շարունակաբար նշել թե ում մասին է խոսքը անշուշտ Ռուսաստանի Դաշնության մասին է։ Նրանք միշտ նշում են, որ երբևէ չեն նայել այլ ուղղություններով, որ նրանց քաղաքական արտաքին քաղաքականության հիմնական շեշտը եւ հույսը այսպես որպես այդպեսին եղել է Ռուսաստանի Դաշնությունը, երբևէ չեն դավաճանել Ռուսաստանի Դաշնությանը։ Ռոբերտ Քոչյանը, ես հիշում եմ իր հարցազրույցներից մեկում Պոզներին, եթե չեմ սխալվում տված, անգամ շեշտադրումով հենց այդպիսի շեշտադրումով էլ դա ասաց, որ ինքը անգամ այլ ուղղություններով չի էլ նայել